ինչքան էլ սրանք հաբրգեն, ինչքան էլ փորձեն վախացնել, ինչքան էլ փորձեն մարդկանց հետևից գնալ, ում որ տեսնեն ընդդիմադիրա փորձեն մի գործ սարքել, մեր ժողովուրդը պինդ է, ուժեղ է, մեր ժողովուրդը չի վախենում, եւ մեր միակ խնդիրը պետք է լինի այս մարդկանց թիվը կրկնապատկել։ Միշտ ասում ենք 5 հոգու կարան կալանավորեն, 20 հոգու կարան կալանավորեն, 1000 հոգու չեն կարա։ 1000 հոգի դե պինդ կանգնեց, իրանք վախկոտ տեղով մնալու են տակը։ Ուզում եմ նաև ձեզ շնորհավորել ժողովուրդ ջան, շնորհավորել ինչի առիթով։ Սրանց իշխանության թվարկեցին վերածար հավիրքները, բոլոր ձախողումները, 8 տարի, 7.5 տարի, միակ բանը, որ հպարտացել են սրանք, ասֆալտն է եղել։ Են էլ թարսի պես միած ձուն եկավ, սաղ Երևանը, սաղ տրասանները փոսերը լցվել են, սաղ փոս արդեն։ Այսինքն սրանք ոչ մի բանի ընդունակ չեն, ոչ մի գործ անելու ընդունակ չեն։ Այն բանը հելել ասում է աղն է քայքայում, քայքայել, շատ աղա են լուտել քայքայելը, սուտ է ասում, աղը չի քայքայում։ Եթե որակով է ճանապարհը, աղը չի քայքայում։ Ժողովուրդ ջան, իմացեք մի բան, ամեն ինչ ձեր ձեռքում է։ Թուրքիան կլինի, Ադրբեջանը կլինի, Ալիևը կլինի, Էրդողանը կլինի, Ռուսաստանը կլինի, Ամերիկան կլինի, Ֆրանսիան կլինի։ Այս երկրի տերը դուք եք։ Այս երկրում դուք եք որոշելու ով պետք է լինի իշխանություն։ Խոսք է, չէ՞ ժողովրդական խոսք, ասում է, եթե քեզ մեկը խաբել է, մեղավորը ինքն է, եթե երկրորդ անգամ է խաբել, մեղավորը դու ես։ Եթե դե երրորդ անգամ եք խաբնվելու, արդեն ուրեմն անհույս եք։ Այս մարդու միակ բանը եղել է խաբելը, սուտ խոսել, այս մարդը ուրիշ բան չգիտի։ Սուտ է խոսում, հաջորդ անգամ մի ուրիշ սուտ է խոսում։ Հիմա մենք ունենք մի ռեալ լուրջ հնարավորություն, քաղաքական դաշտընդդիմությունն այնպիսին է, որ այս անգամ վերջի շանսն է, վերջի հնարավորությունն է, այլապես կդառնանք ձեր գյուղերը թուրքական անուններ են ունենալու։ Ձեր սաղի ազնագրի մեջ 20 տարի հետո գրվելու է Ադրբեջան։ Հիմա եթե մենք իսկապես պինդլնենք, չվախենանք, սրանց քշելու ենք։ Համոզված եղեք, սրանց վերջացած են, իրանց մենակ խոսալն է, իրանք ոչ մի բանի ընդունակ չեն։ Բայց ամեն ինչ մեր ձեռքում է։ Եվ պիտի հիշեք, ինչքան էլ բամբասած լինեն, ինչքան էլ չարախոսած լինեն, դուք գոնե պիտի հիշեք մեր խմբակցության, մեր թիմի ղեկավարի Ռոբերտ Քոչարյանի տարիները։ Ժողովուրդ ջան, ախր եղել է իդեալական խաղաղություն։ Ադրբեջանը չի համարձակվել Միքայելյանի։ Թոշակները բարձրացել են 10 տարում 5 անգամ։ Նվազագույն աշխատավարձը բարձրացել է 5 անգամ։ Սրանք այս 8 տարվա մեջ մի հատ նոր ճանապարհ են սարքել։ 60 մետր մի տարապկինում ճանապարհ են սարքել, երկու փողոցները միացնող։ Մի հատ հիշեք Քոչարյանի ժամանակ քանի տասնյակ նոր ճանապարհներ են սարքվել, էսկադաներ են սարքվել, ինչեր են կառուցվել, արդյունաբերությունն ինչ է եղել, տնտեսությունը, յուղատնտեսությունը, մթերումները խաղողի նույն արմավիրին վերաբերող։ Պետք չի մոռանալ։ Եթե մենք մի անգամ արել ենք, վստահ եղեք, որ էլի ենք անելու։ Շատ ավելի փորձ կուտակած, շատ ավելի կապեր ունեցող եւ մեր անվտանգությունն ապահովելով եւ տնտեսությունը զարգացնելով դալիճ մտնելուց առաջ մոտեցել է, մի մարդ մոտեցել է, դալիճում նստած է։ Լավ ասում ես ոնց անեմ, թոշակառու եմ։ Ասում եմ դի մենակ անկանխիկ թոշակը ստանաս ապրիլի 1-ից։ Գնում եմ ասում եմ թաղում կամ չգիտեմ հարևանից կաթառնեմ, ես ոնց անեմ։ Ցանկացած երկրում առնվազն փողի 15-20%-ը կանխիկ շրջանառվում է։ Սա եկել ասում է, չէ, զորո շրջան կանխիկ փող դի չլինի։ Դեռ շատ ճիշտ բան կա, ասում է, լսի այդ տղա, հացի փողը դի չլինի։ Սրա ուզածը այդ է, մենակ ինքը իր շրջապատը ուտեն, այդ բանը կա, չէ, փնթիսեթը բանաստեղծությունը կա։ Ժողովուրդ, տեսեք, սրանց հետ հույս կապել պետք չի, սրանցից վախենալ պետք չի, սրանք ոչ մի լավ բան չեն արել ու չեն էլ անելու, բայց վստահ եղեք, այս երկիրը ներուժ ունի, այս երկիրը հնարավորություն ունի, աշխատող մարդիկ ունի, այս երկիրը աշխարհում սփռված է, նայեք ինչ են անում, ձեր հավատի հետ, ձեր եկեղեցու հետ ինչ են անում։
Այսինքն ուզում են, որ դուք որպես հայ մարդ դադարեք գոյություն ունենալուց։ Ամենաստոր, ամենախայտարակ բանը երեք քրեական գործ են հարուցել ամենայոց կաթողիկոսի դեմ։ Մեր 4 սրբազանները բերդում են։ Սրանցից պիտի փրկվել, իսկ փրկվելու համար պիտի աշխատել եւ դա մենք միասին անելու ենք վստահ ենք։